Դեպքերը վերջացրած վարչական լճակների կիրառումը մենք եւս շատ տարբեր ավելի լավ չգիտեմ աշխատանքից զրկվեմ, քան դրա մասին խոսեմ։ Եզակի դեպքեր են միգուցե եղել, երբ սպառնալիքներ են ստանում, որ իրենք աշխատանքից դուրս կգան, եթե ընտրեն X-ին կամ Y-ին։ Բարև ձեզ, մենք կանաչ ուղեկցի եթերում ենք եւ այսօր ամփոփելու ենք մի գործընթաց, որը ավարտվել է արդեն մոտ 2 ամիս առաջ։ Ինչպես հիշում եք, կանաչ խորհուրդների դաշնություն էկոակտիվիստական շարժումը նախընտրական շրջանում խոսքը Հայաստանի ազգային ժողովի ընտրությունների մասին է։ Նախընտրական շրջանում իրականացնում էր կեղծ նարատիվների եւ ընտրական խնդրահարույց դեպքերի, այսպես ասած, մշտադիտարկում եւ այդ ժամանակ դրան ուղղված շարք կար, որտեղ մենք այդ հարցերը քննարկում ենք։ Հիմա ազգային ժողովի ընտրությունները ավարտվել են, արդեն ազգային ժողովը ձևավորված է, խմբակցությունները ձևավորված են, կառավարությունը ձևավորված է եւ մենք հիմա հավաքվել ենք, որպեսզի ամփոփենք, այդ ամբողջ շրջանը դիտարկումների եւ իմ գործընկերներն են Հայկ Հիմա արդեն կրքերը մի քիչ հանդարտվել են, կարծես հետընտրական սուր զարգացումներ չկան, կարելի է մի փոքր շունչ քաշելուց հետո հետ նայել ու հասկանալ ինչպես անցավ ընդհանրապես նախընտրական շրջանը, ինչ երևույթներ, խնդրահարույց մենք արձանագրեցինք տարբեր համայնքներում, որոնք միգուցե վկայում են ավելի համակարգային խորքային խնդիրների մասին, եւ ինչպես մենք խոսել ենք մեր նախորդ զրույցների ընթացքում, ընտրությունները ժողովրդավարական process-ների մի դրսևորումն են միայն, այն խնդիրները, որոնք որ սրվում են այս ընթացքում, չեն ավարտվում ընտրություններով, այդ խնդիրները շարունակում են լինել, ու թեև մենք դեռ եւս մի փուլ ընտրությունների ունենք, թիմ ընտրություններն են շուտով լինելու, բայց անկախ դրանից քաղաքացիների մասնակցությունը ազատ կամարտահայտումը միշտ պետք է պաշտպանված լինի, դրա համար շատ կարևոր է, որ մենք այս նախորդ ամիսներին մի փոքր այսպես քննադատորեն ռեֆլեքսիայի միջոցով նայելով հասկանանք, թե ինչ ունենք եւ ինչ ուղղություններով է պետք շարունակել աշխատել տեղական ժողովրդավարությունը, քաղաքացիական մասնակցությունը պաշտպանելու, զարգացնելու ուղղությամբ։ Ու այդ դրա շուրջ մենք այսօր մեր շատ լավ գործընկերների հետ կխոսենք կանաչ խորհուրդների դաշնության անդամներ, գործընկերներ Հերմինեի եւ Անիի հետ։ Ընկերներ, ես մտածում եմ, որ եթե մենք հետ ենք նայում, Օլեգը նշեց, այդ մշտադիտարկումն ենք մենք անում, թե ինչ խնդիրներ են լինում համայնքներում նախընտրական շրջանում, մեր առաջնային ոնց որ ֆոկուսներից մեկը եղել է այն, որ ենթադրելով, համոզված լինելով, որ համայնքներում քաղաքացիների վրա տարբեր տեսակի ճնշումներ կարող է լինեն, որովհետև դրա դրսևորումները մենք մինչև ընտրություններն էլ էինք տեսնում։ Մենք կարծում ենք, որ ընտրությունների ժամանակ դա սրվելու է, տարբեր քաղաքական ուժեր փորձելու են ոչ օրինական միջոցներով ազդել քաղաքացիների կամքի արտահայտման վրա, ու մենք չսխալվեցինք, ինչքան որ հանրությունն է շատ տեղյակ տարբեր այսպիսի ճնշումներից, սկսած կաշառքի դեպքերը վերջացրած վարչական լճակների կիրառումը, մենք եւս շատ տարբեր համայնքներում տեսել ենք ընտրողների վրա այսպիսի ներազդեցության գործիքների կիրառումը։ Կուզենամ մի հատ ընդհանուր տեսնենք ինչ ընդհանուր միտումներ մենք տեսանք տարբեր համայնքներում, ինչ խնդրահարույց երևույթներ տեսանք եւ քննարկենք նաեւ թե ինչին է պետք ուշադրություն դարձնել շարժվելով առաջ, որովհետեւ այդ դեպքերը չպետք է մոռացվեն, որովհետեւ ընտրությունները ավարտվեցին, պետք է հասկանալ ինչպես հետագայում դրանց կանխել։ Ինչ ենք տեսել։ Մշտադիտարկման ընթացքում բազմաթիվ հանդիպումներ ենք ունեցել բնակիչների հետ, հանդիպումներ տարբեր համայնքներում, թե գյուղական, թե քաղաքային համայնքներում, ուրեմն խնդիրներ շատ ենք արձանագրել, մասնավորապես տարբեր կողմերի ճնշումներ բնակիչների վրա, տարբեր նարատիվների կիրառումը, որը շատ ազդում էր բնակչության կարծիքի վրա, ինչպես նաև խոցելի լինելը, մարդիկ այնքան քիչ են աշխատատեղերը, որ
աշխատանքից ազատվելու սպառնալիք այդ վտանգը իրենց վրա մեծ ազդեցություններ ունենում հենց տեղում։ Այդ աշխատանքի հետ կապված խոցելիությունը շատ կարևոր բան է, որ մենք Այո, ու այստեղ պետք է նշել, որ մի դեպքում դա կարող է վարչական լծակ լինի, մյուս դեպքում դա կարող է բիզնեսը լինի, որը վերադիրքավորված է, օրինակ, չգիտեմ, ընդդիմադիր, հա, դաշտում այսպես ասած, եւ դա իսկապես կաշկանդում էր, բայց երևի թե նման դեպքեր եղել են, այսինքն որոնք որ շատ չեն քննարկվել։ Այսինքն մենք տեսնում ենք, որ մարդիկ նույնիսկ քննարկումներից են, հա, այսինքն խուսափում։ Այսինքն ավելի լավ է, չգիտեմ, աշխատանքից զրկվեմ, քան դրա մասին խոսեմ։ Այսինքն եզակի դեպքեր են միգուցե եղել, երբ որ օրինակ մարդը դիմել է մամուլին կամ ինչ որ հայտարարություն արել։ Շատ փոքր այսպիսի եզակի դեպքեր են եղել։ Մյուս կողմից ես մտածում եմ, որ նաև վախը ի սկզբանե է մարդկանց մեջ նստած, այսինքն այն տարիների ընթացքում այդ մեքենան տասնամյակների ընթացքում երբ որ գործել է, այսինքն այլախոհ մտածելակերպի մարդուն փորձել են աշխատանքից հեռացնել, ինստինկտիվ բացի այդ երևույթներից, որոնք հա լինում են, նաև sense զանգվածային վախ կա, այսինքն միգուցե լինի տարածաշրջան, որովհետև տարբեր են եղել տարածաշրջանը, ըստ համայնքների մի համայնքում նման ճնշումներ եղել են, մյուսում չեն եղել, բայց միևնույնն է մարդիկ ամենասկզբից sense վախը նստած է մեջն, այսինքն չի անցել այդ վախը։ Նախորդ փորձից ելնելով։ Այո, ինձ թվում է դա էլ ավելի մեծ խնդրեմ է, եւ այն երբ որ մարդիկ փորձում են չխոսել, երբ որ հա ճնշում են կամ չգիտեմ բիզնեսի կողմից կամ չգիտեմ վարչական լծակների առումով, մարդիկ փորձում են չխոսել, դա նշանակում է որ նույնիսկ երբ որ ինքը կորցրել ամեն ինչ, ինքը շարունակում է վախել, այսինքն ասում է կարող է ավելի վատ լինի, էլի, այսինքն եթե խոսեն։ Իրականում նման դեպքեր եղել են, մենք ահազանգեր ենք, այսինքն ոչ բոլոր ահազանգերն են տեղադրվել, բայց ունեցել ենք ահազանգեր, որ մարդիկ սպառնալիքներ են ստանում, որ իրենք աշխատանքից դուրս կգան, եթե ընտրեն X-ին կամ Y-ին, ու ամենա սարսափեցնողը այն է, որ այս շրջանում էլ որ անընդհատ տեսնում ենք, չէ, ինչ որ հանրային տիրույթում մարդիկ ազատ են, արդեն գրում են, խոսում են, մամուլին հանգիստ դիմում են, մեկը էլի այդ ամեն ինչը կա։ Ու ոչ միայն այդ քո ասած այդ շրջանակներում, այլ նաև եղել է դեպք դպրոցի ուսուցիչը դիմել, որը չենք հրապարակել դեռ, բայց նման ահազանգել է եղել, ինչ որ չափով այդ խնդիրները դեռ ոնց որ կա այս դարում։ Դե նախկինում էլ ա եղել, հիմա էլ կա էլի, այսինքն ինքը չի երբեք, չգիտեմ, ինչ որ մի օր կվերանա թե չէ։ Ուրեմն հետաքրքիր է նա, որ երբ որ մենք լսում ենք ընդհանրապես հանրային քննարկումներում այս երևույթը ոնց է մեկնաբանվում, շատ քիչ է խոսքը գնում հենց աշխատանքային իրավունքների պաշտպանվածության մասին։ Հա մենք ասում ենք վարչական ռեսուրսի կիրառում, հա, ասենք որ մեծ վերացական տերմին կամ ասում ենք խոշոր կապիտալի կամ բիզնեսի կողմից իրանց լծակների կիրառում, ու դրա տակ իրականում լղոզվում է այն ֆունդամենտալ կարևոր իրողությունը, որ Հայաստանում աշխատողները պաշտպանված չեն։ Եվ եթե իրանք կապ չունի, որ սեկտորում են աշխատում, պետական թե մասնավոր, եւ այդ քո ասածը նույնիսկ կորցնեմ աշխատանքը, բայց չխոսեմ, ինչի է դա գալիս, որովհետեւ հետագայում աշխատանքի կարող է խնդիր ունենամ։ Եթե հիմա բարձրաձայնեմ այս խնդրի մասին, կարող է հետագայում ինձ էլ գործի չընդունեն ուրիշ տեղերում, հա։ Այսինքն աշխատողը Հայաստանում շատ անպաշտպան է մնում ու ընտրությունների ժամանակ տարբեր ուժեր շահագործում են այդ խոցելիությունը ու ինձ թվում է այս ընտրությունների ժամանակ մենք դա շատ մասշտաբային տեսանք։ Ուղղակի կուզեի ավելացնել, եթե վարչականի մասով կարծես թե հա, պարզա, բայց ամենավատը այն է, որ բիզնեսն է նաև սկսում քաղաքականացված լինել։ Այսինքն մենք տեսանք, հա, երևույթներ, երբ որ ամբողջ բիզնեսի աշխատակազմը կամ աշխատակիցը բոլոր դարձան, ասենք, այս կամ այն կուսակցության շտաբի անդամ։ Այսինքն միանգամայն իրենք ներգրավեցին ընտրություններում
ու իսկապես այդ մարդիկ անպաշտպան են, այսինքն իրենց քաղաքական գործընթացների մեջ են ներգրավում եւս բիզնես լծակներ արդեն օգտագործելով եւ այստեղ եւս շատ խնդրահարույց է։ Ես նաեւ ցանկանայի նշել, քանի որ ես ինքս էլ անձամբ sense ամբողջ հայաստանյան կոնտեքստում եմ նայել վարչական ռեսուրսների մասով իրենք շատ դեպքերում լոկալ բնույթ են կրել։ Այսինքն ինչ որ մեկը իրան միգուցե արխայիկ ազգում, այսպես է ստեղում, եւ միգուցե արչի ծառայություն է նաեւ ուզում մատուցել, եւ այստեղ ավելի սրված է լինում այդ վարչական, մոտեցումը, մյուս տեղը ավելի լոյալ են, եւ այսինքն այտենց մեծ խնդրահարույց վարչական ռեսուրսների ինչ որ օգտագործում Նկատի ունես ինքը համակարգային չի եղել, ավելի տեղային է եղել։ Այսինքն դա շատ ընդգծված է եղել, որովհետև օրինակ ես ականատեսն եմ եղել, երբ որ մարդկանց մի համայնքում ասել են պիտի գնանք օրինակ, չգիտեմ, մյուս համայնքում ասել են, որ հանրահավաք է լինելու, եթե ցանկանում եք կարող եք գնալ եւ օրինակ կոմունալի աշխատող ասել է ես չեմ գնում, ժամանակ չունեմ, այսինքն իրեն որևէ մեկը չի, բանվորը, ասենք։ Մյուս դեպքում մենք տեսնում ենք ինչ որ հանրահավաքներ, երբ որ մարդիկ գալիս են հանրահավաքների, ասում են, վերջը, չգիտեմ։ Ասել են որ պետք է։ Էլի։ Այսինքն լրիվ տարբեր է եղել եւ դա ինձ թվում է էլի այստեղ ամենամեծ դերակատարը այդ երևույթի էլի վախն է։ Այսինքն, եթե քաղաքացի մի բերան ունենար կամ 10 քաղաքացին ասեն օրինակ մեզ դա պետք չի կամ մենք չենք գնում հանրահավաքի կամ չգիտեմ, լրիվ այլ կլներ, այսինքն նույն համայնքում այդ միջամտ, որովհետև եթե մեկն է ասում ոչ, ինքը դառնում է խոցել է։ Երևանում էլ շատ ականատես եղանք, թե ինչքան տարբեր տեղերի աշխատակիցներ գալիս էին ու լրագրողները փորձում էին հասկանալ ով որտեղից է ու տենց խմբով գալիս էին իրենք։ Բայց ավելի անհանգստացնող էր նաև այն, որ իրենք իրենց երեխաների հետ էին գալիս, այսինքն անչափահասներ էին ներգրավված այդ ամեն ինչում, ու մենք մի քանի ահազանգել դրեցին, ահազանգեցին մեզ ու մենք խոսեցինք այդ մասին, որ շապիկներով, լոզունգներով երեխաքը գալիս էին։ Այո, բոլորը, անխտիր բոլորը։ Այսինքն դա կարևոր է որ շեշտենք բոլոր ու այդ թվում երբ որ ասում ենք օրինակ բիզնես վարչական լծակներ, այսինքն մարդը բիզնես ունի, ամբողջ բիզնեսին հրահանգել է, մի հատ էլ ասել է երեխանց հետ կգաք, մի հատ էլ ասել է բուկլետներ կբաժանեք, այսպես։ Այսինքն ինքը համատարած բնույթ է կրել, հատկապես այն sense թափով, էլի փափուկ sense քաղաքական ուժերի շրջանում։ Եկեք հասկանանք, էլի, այդ մենք ասում ենք չի վերանում այս վախը, թեև հիմա կարծես պիտի մարդիկ ավելի ազատ լինեն խոսել եւ այլն, բայց շարունակվում է փորձառությունը դեռ նախորդ շրջաններից մնացած ու հիմա էլ մենք տեսնում ենք, եթե երեխաները շարունակում են այս process-ներում ներգրավել, ինչ ուղերձ է այդ իրանց համար, ինչ ուղերձ է երեխեքի համար, ովքեր որ տեսնում են իրենց ծնողները երևի գլուխները կախ։ Ընդ երեխաները ոչ թե ուղակի ներգրավված էին, իրենք ակտիվ մասնակցում էին, գոռում էին, երգում էին, ամբողջ քաղաքի փողոցներով քայլում էին, այդ գլխարկներով, շապիկներով, դրոշակներով ակտիվ բուկլետներ էին բաժանում, ուղակի այդպես կանգնած չէին եւ իրենց մի համայնքից մյուս համայնքն էին տանում։ Այդ էլ շատ կարեւոր է, ոչ թե իրենք իրենց համայնքում գնում մասնակցում էին, այլ այդ քաղաքական ուժի այդ ամբողջ այցին մասնակցում էին հերթով։ Ես ինչ եմ մտածում, մենք միջև սկսեցինք նկարահանումը մի օրինակի մասին էինք խոսում, Հերմինե, որ դու պատմեցիր, ու ինձ թվում է շատ հաճախ այս ամեն ինչը ցենց ոնց որ ներկայացում լինի, գալիս իբր տեսեք ժողովրդական ենք, մարդիկ եկել են, աջակցում են, բարձրաձայնում են, խոսում են, մենք ինչ որ լոզունգներ ենք, օրակարգեր ենք ներկայացնում, մարդիկ ծափ են տալիս այս կողմ են կողմ, հետո քանի որ անցել է ընտրություններից, այս արդեն կարողանում ենք տեսնել, էլի։ Ընտրությունները անցնում են, բայց այդ լոզունգներից ու օրակարգերից ոչինչ չի մնում, այդ ծափ տվողներից ոչ մեկ չի մնում։ Հերմինեն պատմում էր միջև մեր զրույցը Ստեփանավանի մասին։
ոնց էին հա քաղաքական ուժերը գալիս, բոլոր իդեպ քաղաքական ուժերը գալիս Ստեփանավան, ինչ էին խոսում, թե ինչպիսի տեսլական ունեն իրանք Ստեփանավանի ու ինչա տեղի ունենում հիմա։ Ինձ թվում է լավ կլինի այդ պատմես, որտեղ շատ հետաքրքիր է։ Հա, իհարկե ճիշտ եք ասում, բոլոր քաղաքական ուժերը, բոլոր մանր ու մեծ պաշտոնյաները, թե նախկին, թե ներկա, այցելելով Ստեփանավան, բոլորը շեշտում էին Ստեփանավանի տուրիստական գեղեցկությունը, թե ինչքան լավ գեղեցիկ քաղաք է, ինչպես կարելի է զարգացնել туриզմը, բոլորի խոստումները միանշանակ վերաբերում էին туриզմի զարգացմանը ու բնակիչների համար շատ զարմանալի էր, երբ որ ընդամենը 2 ամիս էլ չանցավ ընտրություններից ու արդեն սկսեց թեմա բացվել հանք բացելու մասին Ստեփանավանում, որովհետև իսկապես հանքարդյունաբերությունը այդ туриզմի հետ հնարավոր չի, որ համատեղ զուգահեռ լինի։ Չէ, հնարավոր է, հանքային туриզմը։ Ու մնացին այդ քաղաքական ուժերը կամ Ոչ մեկ այդ թե ընդդիմադիր քաղաքական ուժերից, թե տեղի պաշտոնյաները, որոնք եւս խոստանում էին այդ էկոլոգիական մաքուր туриզմը, իրենցից ոչ մեկը չկանգնեց դեմ հանքին։ Իրենք բոլորը ոչ մեկ ձայն չհանեց, այսպես ասեմ։ Ես ուզում եմ հա զուգահեռ տանեմ, որովհետև հարցում էր ուղարկվել քաղաքացու ձայնի հա կողմից քաղաքական ուժերին իրենց էկոլոգիական, այսպես ասած, էկոլոգիական հարցերին վերաբերմունքի վերաբերյալ, որտեղ նաև օրինակ տարբեր հարցեր էին, հա, կլիմայի փոփոխություն, տնտեսության կանաչ զարգացում, հանքարդյունաբերության ազդեցություն եւ այլն։ Եվ կարծես թե բոլոր քաղաքական ուժերին ուղարկվել է եւ բոլորի հետ նաև հաղորդակցություն է ապահովել եւ երկու քաղաքական ուժ է, հա, այսինքն արձագանքել այդ դեպքում հիմա անունները անիմաստ տալը, բայց երկու քաղաքական ուժ է։ Անցել են թե չեն անցել այդ ուժերը այդ ասամենը։ Չէ, չեն անցել։ Հա, երկուսի դեպքում էլ, երբ որ նայում ենք, հա, իրենք լրացրել են հարցաշարը, այնտեղ կարծես թե իրենց ծրագրային բաղադրիչներում չկար, հա, այդ օրակարգեր, բայց մի ուժ օրինակ հստակ երևում էր, որ սենց ներքին իր բարի, հա, սենց մղումներից ելնելով ասում էր այո, ես օրինակ, չգիտեմ, ողջունում եմ կանաչ տնտեսությունը կամ կարևորում եմ կլիմայական փոփոխությունները եւ այլն, մյուս ուժը երևում էր, որ կարևորում է օրինակ, չգիտեմ, արդյունաբերությունը, այդ թվում ծանր արդյունաբերությունը եւ տնտեսության զարգացումը տեսնում էր այդ ուղղության մեջ, բայց միևնույնն է էկոլոգիական բաղադրիչը իր ծրագրային մեջ չկար։ Մյուս ուժերը, քանի որ հարցերը շատ սուր էին, ես վստահ եմ, որ չէին պատասխանել այդ հարցերին, որովհետև խնդրահարույց կլներ, որովհետև եթե ինքը պետքա պատասխանի, այսինքն համաձայն եք օրինակ, որ գյուղական համայնքներում չպետքա օրինակ, չգիտեմ, հանք բացվի, հա, եթե ինքը ասեր ոչ, ինքը ուրեմն ինչ որ հա արկախվածություն ունի նույն բիզնեսների շրջանում եւ ինքը որոշեց որ ավելի լավ է ես չպատասխանեմ, չմտնեմ այդ խնդրահարույց հարցերի մեջ, էլ այսպես ասած, որովհետեւ կարող է դա հրապարակեն, չգիտեմ, հանրայնացնեն, բայց որևէ ուժի մեջ մենք չտեսանք, հա, այդ կանաչ տնտեսության կամ էկոլոգիայի պահպանման կամ չգիտեմ զբոսաշրջության զարգացման ուղղությամբ խորքային ուղերձներ հասարակությանը, ամեն ինչ sense մակերեսային էր եւ դրա համար երբ որ Ստեփանավանին անդրադառնանք, հա, տեղական իշխանությունները ամեն ինչ արեցին, որպեսզի ասենք այդ process-ը սկսվի, մյուս ուժերը ընդհանրապես չկան, ժողովրդի կողքին չեն, ժողովուրդը այնտեղ մարդիկ միայնակ են մնացել, հա, այդ ամեն ինչի մեջ, ամեն ինչի դեմ, եւ ամենահետաքրքիրը ասեմ, էլի, այսինքն դրա մեջ, հա, այսինքն փաստաթուղթը ռազմավարական զարգացման տվյալ համայնքի ասում է, որ մեր համայնքը պիտի զարգանա կանաչ ուղղությամբ, գյուղատնտեսություն, զբոսաշրջություն եւ մեզ համար սպառնալիք հանքարդյունաբերությունը եւ տվյալ համայնքի հավաքանին գնում է քվեարկում այդ սպառնալիքի օգտին, այսինքն ու ժողովրդից սենց ասած առանձնացված, այսինքն մասնակից չդարձնելով ժողովրդին, դա խոսում այն մեր ամբողջ քաղաքական, այսպես ասած, վերաբերմունքի նկատմամբ եւ իրենց
շռայլած խոսքերքի նրբակում ժողովրդի շրջանում։ Այս շրջանակներում մի բան էլ ասեմ, Օլեգ ջան, ուրեմն երբ հանդիպում ենք համայնքներում բնակիչների հետ, այցելել ենք նաև Արմանիս, թեման ընտրական նարատիվներն էր, նախ ընտրական, բայց բնակիչները իրենք բերեցին խոսակցությունը դեպի հանքը, իրենք սկսեցին այդ թեմայով խոսել ու ասացին, որ ժամանակին երբ գործում էր հանքը, ամբողջ իրենց փլած լվացքը դեղին փոշու մեջ կորչում էր, չեն կարողանում անգամ սպիտակ շոր փռել դրսում, ու իրենք ասացին, ինչ լավ է, որ հիմա չի գործում, մենք սկսել ենք տուրիզմ զարգացնել, հյուրատներ ենք կառուցում ու իրանք շատ ուրախ էին այդ փաստից ու հիմա այդ մարդկանց վիճակը դուք պատկերացնում եք, որ հանքի այդքան տարի չգործելուց հետո իրենք այլ ոլորտում ներդրում են արել ու հիմա ստիպված պիտի կորցնեն նաև իրենց գումարները։ Հիմա դուք նայեք, այ մենք խոսում ենք օրինակ նույն բիզնեսը, հա, բայց Արմանիսում լսումների ժամանակ որևէ դեմ քաղաքացի արտահայտվեց, կարողացավ արտահայտվեց։ Չէ, որովհետև ճնշումը շատ մեծ էր, այո, մի քանի բնակչի կողմից, որոնք շատ ակտիվ էին տեղում, ճնշումը շատ մեծ էր։ Հիմա դա այդ նույնն է, որ այդ նույն երևույթը ինքը փոխանցվելու է հաջորդ նաև, հա, ընտրական process-ների։ Ոչ, հենց այդ է, էլի, որ մենք ասում ենք խնդիրը ստեղ ընտրությունները չեն միայն, մենք չենք կարող ասել, որ այն ինչ որ մենք տեսնում ենք համայնքներում, իրանք կապված են ընտրությունների հետ, չէ։ Իրանք կապված են քաղաքացիական մասնակցության շատ լուրջ խոչընդոտների հետ, որը դրսևորվում է նրանից, որ այո, երբ որ Արմանիսում հանրային լսում է, այդ հանրային լսմանը դու գնում ես, տեսնում ես, որ ակտիվիստներն ենք մենք, պլյուս կամպանիայի ներկայացուցիչները, ասում ես ուր են Արմանիսիկ, չկան, բայց երբ որ դու գնում ես համայնքում շրջում ես, տեսնում ես մարդիկ այնտեղ նստած են, խոսում են իրար հետ, հասկանում ես, ասում են դե մեկա որոշումը կայացված է։ Մենք ինչ կարանք անենք։ Բայց այդ որտեղից է գալիս։ Այդ նարատիվը մեր փոխարեն որոշումը կայացված է։ Այդ սկսած այդ համայնքի մակարդակից, երբ որ ասում են դու չես կարող որոշես քո համայնքի ապագան, վերջացրած են ամենաբարձր մակարդակում, դու քո երկրի ապագան չես կարող որոշես, վերևները որոշել են, այդ նույն նարատիվն է, որը սնվում է ու բերում է մի իրականության, որտեղ որ քաղաքացին մտածում է, ինքը սուբյեկտ չի։ Նաև ընտրությունների ժամանակ, որ ասում են, մենք չենք որոշում, մեկը մեր փոխարեն որոշված է, այսինքն ով ալինելու, այդ տարբեր մակարդակներում այդպես երևում է։ Ես, հա, կներես, հիշեցի նաև այն վախի մասով, հա, էտել էինք քննարկում, հա, մինչև նկարանումը, որ ասում էինք, որ ուսուցիչները, հա, այդ նույն նարատիվների վերաբերյալ քննարկումներին, որը քաղաքական չի, ապա քաղաքական քննարկում էր, խուսափում էին մասնակցել, բայց մասնակցում էին, օրինակ տեսնում ենք, որ մասնակցում են օրինակ ինչ որ հանրահավաքի։ Այդ հետարքիրը, հա, այսինքն նաև։ Ուսուցիչները, տեսեք, ընտրությունների ժամանակ ամենախոցելի խավն էին կարծես, այն որ վախենում էին կարծիք արտահայտեն, վախենում էին ինչ որ բանի մասնակցել, կապ չունի թե դա ում կողմից էր ու ինչ էր։ Բայց դա համատարած չի։ Մենք քննարկում էինք մինչև, հա, եթերը Հերմինեի հետ, որ ուսուցիչները վախենում էին գնալ կեղծ նարատիվների կամ ընդհանրապես նարատիվների վերաբերյալ քննարկումներին մասնակցել, որը ապա քաղաքական քննարկում է ու որը որևէ քաղաքական ուժին չէր անդրադառնում, դրան վախենում են մասնակցել, բայց դու տեսնում ես ուսուցիչներին քաղաքական գործընթացների մեջ երբեմն, հա, այսինքն այստեղ այնտեղ հանրահավաքի։ Դա եւս շատ տարօրինակ երևույթ է, որ հանրային կյանքին վերաբերվող գործընթացներին վախենում են մասնակցել, բայց օրինակ չեն վախենում մասնակցել հանրահավաքին, հա։ Ուսուցիչները ամենախոցելի մասան են ընտրությունների ժամանակ, որովհետև իրենց հենց ասում էր, ասենք քննարկումներ ու մտածում են, որ դրա ընտրությունների մասին ինչ-որ խոսք պիտի լինի, մի անգամից իրենք ասում են, չէ, մենք դրան չենք մասնակցում, մենք դրա իրավունքը չունենք։ Բայց հանուն արդարության ասենք, որ ոչ միայն ուսուցիչները, ընդհանրապես մարդկանց շրջանում, երբ թեման գնում էր դեպի ընտրությունները, մեծ մասը խուսափում էր ընդհանրապես խոսելուց։ Ավելին ասեմ, այսպիսի վախի մթնոլորտ էր տարածված, երբ որ
փողոցներում, խանութների այդ ապակիների վրա փակցված են լինում քաղաքական պաստառներ, մարդկանց ոչ միայն չէին հարցեր կարելի է փակցնել, թե ոչ, մարդիկ չեն ուզում, բայց վախենում են այդ պաստառները փոկել, այդ ամսով այդ պաստառները սխալ վայրերում փակցված են, բայց իրենք ասում են, չէ, մենք չենք կարողանա փոկենք, թող կան իրենք ոնց կպցրել են, այնպես էլ փոկեն։ Այ միջելոց տենց ահազանգեր շատ ենք ստացել, որ սխալ տեղում է փակցված կամ լրության օրը չեն հանել, ընտրությունների օրը շատ ստացանք, որ այդ մեքենաները, որոնց վրա փակցված էր կամ այդ հարակից տները, որոնց վրա փակցված էր, այդպես էլ մնացել են ու այդ շատ բան էր, տարածված էր ու անգամ դեպք է եղել, երբ որ Երևանում ես դարպասի վրա մարդու տան դարպասի վրա փակցված է, հարցնում եմ դուք տեղյակ եք, որ փակցրել են, ասում է չէ տեղյակ չեմ, բայց դե պաստառը էլի թող մնա, որ չի ուզում ոչ ինձ բան անի, որովհետև զգում աստեղ մի բան ինչի, ոչ էլ ուզում է ինչ-որ սխալ բան ասի, որ հանկարծ մարդ ես, ու այդ վախը այդտեղ էլ կա, այո, համամիտեմ։ Մի խոսքով ունենք մի քանի երևույթներ, բայց երկու կարևոր նշեմ, մեկը արջի ծառայություն մատուցելու sense մղումն է, հա, որոշակի շրջանակների մոտ կարող է լինել, մյուսը դա քրոնիկ վախերն են մարդկանց մեջ։ Վախերը փաստորեն ոչ միայն գալիս էին նրանից, որ մարդիկ իրապես խոցելի են, նաև գալիս էին, ինձ թվում է, բոլորս կարող ենք փաստ արձանագրել, որ այս նախընտրական շրջանի գերակա էմոցիան, նախընտրական շրջանի խոսույթի գերակա էմոցիան վախն է եղել։ Կամ բոլոր քաղաքական ուժերը իրանց հայտը ներկայացնելիս, քաղաքացու հետ շփվելիս, ապագայի մասին խոսելիս փորձում էին հնարավորինս այն սարսափելի վախենալու ապագան պատկերել, որը կստեղծվի, եթե իրանք չընտրվեն։ Հա, փրկչի կերպարով էլ ներկայանում են։ Եվ իրանք են փրկիչը, այո, որ պետքա գան ու փրկեն։ Հիմա մենք բոլոր կողմերից ենք դա լսել, ամենատարածված, հա, եթե մենք մեծամասնություն չստանանք, պատերազմ կլինի սեպտեմբերին, եթե մենք չանցնենք 300,000 ադրբեջանցի կգա, այդ մեծ մասշտաբի անվտանգային վախերից սկսած, մինչև ավելի լոկալ, եթե այս ուժը անցնի թոշակները կկտրի, եթե այս ուժը անցնի ապահովագրությունը կվերանա, հա, հիմա անցան ընտրությունները։ Այն ուժերը, որոնք որ այս նարատիվները աննորմալ ծավալի, նաև եւ on-line եւ off-line տարածում էին, մի մասը հասավ իր նպատակներին, մի մասը չհասավ։ Ինչա մնում մեզ, ինչա մնում քաղաքացուն, երբ որ այս հոսքը դադարում է, մարդիկ վերադառնում են իրանց կյանքին, ինչ հետևանքներ ենք մենք նկատում այս մանիպուլատիվ, կեղծ, ագրեսիվ, վախի վրա հիմնված այս նարատիվների բանից հետո, հա, հոսքից հետո։ Հիասթափություն։ Այ ինչ վատ է 300,000 ադրբեջանցիներ չեկան, դուս եկավ, հա։ Չէ, շատ մարդիկ հիասթափվում են, օրինակ ընտրել են X ուժը, որը իրենց ինչ-որ մի բաներ խոստացել կամ ինչ-որ բաներ ասել կամ ինչ-որ բանը վախացրել էր, ու հետո հասկանում են, որ իրականում այդ բանը պետք է չլիներ ու իրենց խաբել են, ու այդ մարդիկ ասում են, էլի հավատացի։ Մի կողմից այդ միանշանակ բանը կա, հա, այնց էլ չի, որ մեր մոտ քաղաքական ուժերի նկատմամբ վստահությունը տեղից էլ ցածր մակարդակի վրա է մեջտեղ էլ։ Ու երբ որ մի հատ էլ սրան ավելանում է այս աննորմալ մասշտաբի ապատեղեկատվությունը, դա չի կարող դրական էֆեկտ ունենալ քաղաքական համակարգի նկատմամբ մարդկանց բանից, հա, վերաբերմունքից։ Այսինքն այն ցինիզմը, որ շատ հաճախ մենք մարդկանցից լսում ենք քաղաքական գործիչների, քաղաքական գործընթացների, կուսակցությունների, ընտրությունների վերաբերյալ, կարող է ավելի խորանալ։ Ու ես օրինակ մտավախություն ունեմ, որ նույն տեղական ընտրություններին թե մասնակցության, թե ակնկալիքների տեսանկյունից քաղաքացիների մոտ շատ ավելի ցածր է լինելու, հենց նաև նրա պատճառով, որ քաղաքական ուժերը այս շատ պրոբլեմատիկ գործիքակազմն էին կիրառում այս ընտրությունների ժամանակ։ Իրականում համաձայն եմ քո հետ, քանի որ նախ ընտրություններից առաջ էլ համապետական ընտրություններից առաջ էլ այդ հիասթափությունը ինչ որ չափով, այդ
անտարբերություններ դարձել արդեն ու հիմա թիմ ընտրություններին չգիտենք անգամ ինչ է լինելու, որովհետև որոշ մասը ավելի հիասթափված կարա լինի, մի մասը չէ, բայց այդ հիասթափությունը հենց մարդկանց մղում է անտարբերության ու այդ ընտրությունների չգնալը, այդ չխառնվելը որոշումների կայացմանը ու ասելը թե այդ մենք արդեն որոշած այդ մենք էլ չենք կարա որոշենք մեր բանը չի մեզ ոչ մեկ չի լսի, այդ շատ է տարածված հենց լոկալ այդ համայնքներում ու որն էլ բերում է այս ամեն ինչին թե հիմա ինչ կլինի թիմերին Ես մտածում եմ ամենայն անկեղծությամբ, որ դե համապետական ընտրություններում ոնց որ մենք աճ ունեցանք, չէ՞ մասնակցության։ Այսինքն, հա, այդ բերել էր նաև, հա, բևերացումը որոշակի, հա, մարդկանց մասնակցության, այդ թվում չմոռանանք, որ Ռուսաստանից մարդիկ եկան քվեարկեցին նաև եւ չգիտեմ, միգուցե նաև այլ տեղերից։ Ես կարծում եմ, այս մարդիկ, քանի որ հոգնել են այդ նարատիվներից եւ այլնից, հատկապես թե խոսվեց, որ ընտրություններից հետո բա ինչու այդ նարատիվների մասին այլևս ուժերը չեն խոսում, դա բերելու է մյուս էֆեկտին, որ տեղական ընտրությունների նկատմամբ մարդիկ անտարբեր են լինելու, այսինքն իջնելու է այնտեղ մասնակցության, հա, աստիճանը, միևնույն ժամանակ մենք երևի կտեսնենք, որ ինչ որ մի համայնքում, նու չեմ ասում բոլոր, հա, միգուցե շատ կարևոր համայնքում, այնտեղ հնարավոր է մենք ականատես լինենք էլի այնպիսի գործընթացի, որ կարծես թե ամբողջ երկրի ապագան այդ մի համայնքից է կախված, էլի, այսինքն այդպիսի նաև Այդ լինելու է Սյունիքը օրինակ։ Տեսնելով քաղաքական ուժերի շատ ագրեսիվ ռետորաբանությունը Սյունիքի շուրջ, Սյունիքը հանձնում են, հա, այդ ամբողջ թրիփի հետ կապված, միջանցքի հետ կապված այդ ամբողջ նարատիվները մենք մի այլ գործընկեր կազմակերպության հետ հետևում էինք, թե նաև հետընտրական շրջանում հիմա քաղաքական ուժերը ինչ են խոսում Սյունիքի մասին։ Չկա։ Ոնց որ վերջացավ։ Ու հիմա եթե մենք սովորական սյունեցու տեսանկյունից ենք նայում, մարդը, որ այս ամբողջ ընթացքում լսել է այս սպառնալիքները ու իր մոտ ձևավորվել է այդ անհանգստությունը իր ապագայի նկատմամբ, այդ անհանգստությունը երկարաժամկետ է մնալու։ Այսինքն քաղաքական ուժերի կողմից այս կարճաժամկետ ինչ որ արդյունքին հասնելու համար օգտագործված այս մանիպուլյացիաները իրանց համար են կարճաժամկետ, բայց քաղաքացու վրա ազդեցությունը ինքը երկարաժամկետ է։ Այն մարդը, որ մտածում է իր ապագայի մասին, իր հողի վրա, իր երկրում կապելու տեսանկյունից, ինչպիսի վստահությամբ պետք է պլանավորի իր ապագան, եթե անդադ ինքը լսում է, հեսա քո տունը էլ քոնը չի լինելու, հեսա քո հողերը հանձնելու են թշնամուն եւ այլն, հա։ Այսինքն մենք ոչ միայն խոսում ենք այդ վստահության անկումը, նաեւ վստահության անկումը ապագայի նկատմամբ։ Ինչքանով են մարդիկ վստահ, որ կարող են իրենց ապագան պլանավորել այս երկրում։ Ու այդ անհանգստությունը շարունակելու է շատ ավելի երկար ժամանակ, որովհետև այդ անհանգստությունը արդեն օգտագործում են ոչ միայն ներքին ուժերը, այդ անհանգստությունը օգտագործում են նաև արտաքին ուժերը։ Վստահության հետ կապված ուրեմն մի բան էլ ասեմ, քանի որ ընտրությունների ժամանակ բոլորս տեսանք, որ թվերի հետ կապված անհամապատասխանություն եղավ զուտ տեխնիկական պատճառներով, այսպես շատ շահարկվեց ընտրությունները, կեղծվել են, ընտրությունները սխալ են, ինչ թիվ ուզեցել են գրել են ու տեղերում դա մարդկանց մոտ մեծ հիասթափություն առաջացրեց, որտեղ ոչ բոլորն էին այդ process-ի մեջ ու ոչ բոլորը պատկերացրեցին, որ կարող է լինել փոքրիկ տեխնիկական խնդիր, ու դրանից ելնելով արդեն շատ հիասթափված էին մարդիկ, իբր էլ գնացին ընտրության, մեզնից ախր կախված չէր, ու տիմի ժամանակ դա իր հետևանքները անպայման ունենալու է։ Այսքան ժամանակ մենք փորձում ենք ամեն ինչ անել, մենք քաղաքացիական հասարակությունը փորձում ենք ամեն ինչ անել, որ ընտրությունների նկատմամբ վստահությունը բարձր մակարդակի լինի, բայց քաղաքացու մեղավոր չի, որ այդ փոքր սխալները եղել են, ու քաղաքացու մեղավոր չի, որ ինքը այդ process-ների մասին տեղյակ չի, բայց այն, որ միևնույն ժամանակ կան ուժեր, որոնք ամեն կերպ ուզում են ավելի ցածրացնել այդ վստահությունը ընտրությունների նկատմամբ, ավելի շատ կասկած սերմանել, հույսով, որ դա իրանց ինչ որ օգուտ է տալու քաղաքական տեսանկյունից, անտեսում են այն, որ արդյոք հետո այդ քաղաքացին նույն թիմ ընտրություններին կգնա կմասնակցի, եթե ինքը ասում է դե վсё, այլ ընտրություններն էլ փչացրեցին։
Մենք խոսում ենք շատ երկարաժամկետ վնասների մասին, երբ որ այս նարատիվների մասին ենք խոսում։ Հասարակությունում բևեռացվածությունը թույլ չի տալիս անդրադառնալ մեզ հուզող ռեալ խնդիրներին, որովհետև բոլորը դա դիտարկում են սև ու սպիտակի, նախկին, ներկայի, արևմուտք, հա, հյուսիս եւ այլն այս բաների մեջ, երկընտրանքների մեջ ու առողջ քննադատական դիսկուրսը բանա անհնար է դառնում, իսկ քաղաքական ուժերը դա շարունակում են սրել, դրա վրա շարունակում են յուղ լցնել, որովհետև դա իրանց աջակիցներին պահում է ակտիվ, պահում է աշխույժ։ Դժում են այն մարդիկ, ովքեր որ իրանց առօրյա խնդիրների շուրջ չեն կարողանում խոսակցություններ ունենալ ուրիշների հետ, որովհետև ամեն ինչ միանգամից այսպես այդ բևեռացվածության մեջ է տեղավորվում։ Այսօր խոսում էինք, չէ, որ անգամ շատ դեպքերում մարդիկ քննադատաբար չեն մոտենում, բնակիչները ու հարցեր չեն տալիս, այսինքն ինչ որ ձևով իրանց դնում են այդ քառակուսու մեջ, որ այս խնդիրն է, մենք էլ այս խնդրի լուծողն ենք ու փրկիչն ենք, ձեզ եկել ենք ու մարդիկ այդ քառակուսու մեջ մնում են ու իրանց չել արդեն հուզում լիքը այլ հարցեր, որոնք հենց կապված է իրենց առօրյայի հետ, հենց կապված է իրենց հետագա ապագայի հետ, էլի, ու միգուցե ինչ որ չափով նաև իրենց քննադատաբար չեն մոտենում այն նարատիվներին, որոնք իրենց տալիս են ու օրինակ, եթե ասում են միշտ այդ օրինակը մեր մեծերն են բերում, մածունը սև է, մի հատ քեզ հարց չտես, խի է մածունը սև, կամ սև է թե սպիտակ է, կամ կանաչա թե կարմիր է, չգիտեմ, այսինքն դուրս է գալիս, որ քննադատական մտածողությունը փորձում են բան անել, սեղմել, որովհետև այդ ձեռք չի տալիս ոչ մեկին։ Այդ տեսանկյունից եկեք մի քիչ հասկանանք, որտեղ մեր դաշնության անդամները, գործընկերները այս ընթացքում նաև համայնքներում այդ հանդիպումներն եք ունեցել, քննարկումները, ինչքանով է կարևոր, որ հատկապես այս լարված սուր քաղաքական այս դիսկուրսի մեջ, որտեղ շատ է ապատեղեկատվությունը, կեղծ նարատիվները եւ այլն, ինչքանով է կարևոր, որ քաղաքացիական հասարակությունը կարողանա որոշակի ավելի օբյեկտիվ, ավելի քննադատական, ավելի նյուանս պարունակող, հա, նրբությունները հաշվի առնող, երևույթների բարդությունը հաշվի առնող, հա, ամեն ինչ սև ու սպիտակ չներկայացնող, այս տեսակի խոսակցություններ ունենա քաղաքացիների հետ։ Ոնց է եղել ձեր փորձառությունը համայնքներում այս զրույցների տեսանկյունից, ինչ դասեր են քաղել։ Գրեթե բոլոր հանդիպումների ժամանակ բնակիչները սկսում էին ամենա իրենց տարական խնդիրներից, որովհետև դրսից մարդ էին տեսնում ու ուզում էին իրենց խնդիրները մեկը լսի, մեկը արձագանքի, կապ չունի դա ընտրությունների հետ կապված էր, թե չէ, ու ի վերջո թեման ամեն դեպքում գալիս էր ընտրություններին։ Ու զրույցի ընթացքում մենք հասկանում ենք, որ մարդիկ անգամ ընտրակարգին տեղյակ չեն իրենցից շատերը, անգամ չգիտեն, որ ընտրությունները գրիչով չի լինելու ու այդպեսի շատ մանրամասներ, որոնց առաջին անգամ մեզնից էին լսում այդ մարդիկ ու այդ մեր կատարած մեծ աշխատանքի շնորհիվ իրենցից շատերը կողմնորոշվեցին, որ պիտի մասնակցեն, ամեն դեպքում պիտի գնան ընտրության ու շատ ցավալի է, որ այդ ամեն ինչից հետո էլի այդ մարդկանց հիասթափեցրեցին, էլի կոտրեցին հերթական անգամ։ Որ ասում է տեղյակ չէին, անգամ շատ մարդիկ տեղյակ չեն, որ գախնի է իրանց ընտրությունը, ժողովուրդ, երբ որ դու մարդուն հարցնում ես, դուք տեղյակ եք ընտրական իրավունքից, այդ մարդը շատ ու մեկը չէ, շատերը դրա համար եմ արձանագրել այդ, որ իրենք բացեի-բաց նախ ասում են, որ ես գնալու եմ, այս ինչին ընտրեմ, հետ գամ, այդ է իմ ընտրական իրավունքը ու տեղյակ չեն, որ կարա օրինակ ինքը այդ խցիկի առաջ մենակ ու հարևանը չի իմանալու, ինքը պետք է չի, որ ինչ-որ մեկին պատմի, իրենց համար այդ ամեն ինչ շատ թափանցիկ է, որ չգիտեմ, այդ քվյախցիկը իրենց մոտ պետք է եկել, պետք չի եկել, չեմ պատկերացնում, բայց հա, պետք է աշխատել մանավանդ գյուղերում այս խնդրի շուրջ ու շատ կարևոր է այդ հանդիպումները, որ գոնե մարդուն ընդհանրապես հարցնես դու տեղյակ ես քո ընտրական իրավունքից, այդ արդեն իր մոտ լիքը բան կարա փոխի, որտեղ ինքը կարա մտածի, լավ, այս ինչ էր ասում այս աղջիկը օրինակ։ Ինձ թվում է այդ հանդիպումների ամենակարևոր մասը դա վախերի հետ աշխատանքն է։ Այսինքն միգուցե մի գյուղում, չգիտեմ, ինչ որ մեկը իսկապես ընտրակարգից տեղյակ չի, բայց վախը համատարած է լինում այդ դեպքերում։
Այդ ամենակարևորն է։ Այսինքն, երբ որ դու խոսում ես, հասկանում ես իրենց վախերը եւ փորձում ես իրենց այդ քննարկումներով մեկ էլ տեսնում ես այդ մարդը այլևս չի վախում, հա, այսինքն շատ կարևոր է որ ինքը սկսի զատել բացարձակ ճշմարտությունը, ինչ որ չասեմ միայն սուտ տեղեկատվությունից, այլ նաեւ ինչ որ թեորիայից, այսինքն որպեսզի ինքը զատի, որ դա ընդհանրապես վարկած է, դա ճշմարտություն չի։ Հա, այսպեսի վարկած կա։ Նույնիսկ եթե այդ վարկածի մեջ կա ինչ որ մի փոքրիկ, հա, ճշմարտության հնարավորություն։ Դրա համար ամենակարևորը վախերն են, որ պետք է այսինքն աշխատել այդ մարդկանց հետ եւ ինձ թվում է ամենահաջողված կոմպոնենտը այդ բոլոր հանդիպումների եղել է այդ վախի նվազեցումը, այսինքն մարդիկ սկսել են երբ որ հաղորդակցվել են, խոսել են, հասկացել են, որ չէ, ամեն ինչ այդքան էլ վատ չի, այն ինչ որ իրենք լսում են, դա այդքան էլ այդպես չի։ Հատկապես եթե գնում ենք գյուղերի մասին ենք խոսում, փոքր գյուղերի մասին, այսինքն այնտեղ նաև տեղեկատվական հասանելիությունն է պակաս, որովհետև այնտեղ Facebook-ից օգտվողների թիվը պակաս է, որովհետև տարեցները բոլորը չեն, չէ՞։ Facebook-ից օգտվողները ճիշտ կայքերից չեն օգտվում, ես կասի ավելի շատ։ Իդեպ մենք եթե ստատիստիկա նայենք, այսինքն Հայաստանում թե որ կայքերն են ամենաշատը նայում, այդպիսի ստատիստիկաներ կան, ես կդասեի օրինակ, չգիտեմ, հա, այն top 10-յակի մեջ հիմնականում ասենք ինչ որ մի ձևի մամուլ է, որը կոնկրետ միակողմանի լրատվություն է տալիս եւ ինքը ամենաշատն է, հա, ասենց ամենաշատ տարածքն է զբաղեցնում նույն սոցիալական ցանցերում եւ հողի վրա մարդկանց հետ պետք է խոսել, հա, այսինքն ամենամեծ դասը, ամենամեծ համոզումը, որ ինձ թվում է ստացել ենք այդ ամեն ինչից, որ մարդկանց հետ հողի վրա պետք է շատ գնալ խոսել եւ գտնել այնպիսի մարդկանց, ում հետ քիչ են խոսել։ Այսինքն որովհետեւ համայնքում լինում են, այո, համայնքում շատ են լինում մարդիկ, ովքեր որ տարբեր հանդիպումների մասնակցում են, չէ՞, բայց խմբեր կան, որոնք որ շատ մեծամասնություն են, որ երբեք իրենց հետ որևէ մեկը չի խոսել կամ իրենք չեն ներգրավել որևէ խոսակցության մեջ։ Այդպիսի մարդկանց է պետք գտնել եւ այդպիսի մարդկանց հետ խոսել։ Ես թվում է այդ ամենամեծ ըստիս դասն է եղել։ Այս մասով կավելացնեի, որ շատ կարևոր է, որ դա լինի շարունակական, հետևողական ու չլինի միանգամյա, որովհետև լավա թե վատա շատերը ընտրություններին ընթառաջ հասկացան, որ երկար ժամանակ քաղաքացիների հետ չեն խոսել, չեն շփվել, կարիքները չեն ճանաչում, սկսեցին անհանգստանալ, որ քաղաքացիները այդ վախի մեջ են, ապակողմնորոշված են եւ այլն, ու կարիք տեսան գնալու քաղաքացիների հետ խոսելու։ Բայց ընտրություններով դա էլ ավարտվեց։ Եթե մենք ուզում ենք այդ վախը, ապա տեղեկատվությունը, մանիպուլյացիաները, անվստահությունը ի վերջո կոտրվի, դա չի լինելու մի հանդիպումով, չի լինելու մի քննարկումով, չի լինելու մի տրեյնինգով, չի լինելու մի ոդքասթով։ Դա լինելու է հետևողական, շարունակական աշխատանքով, որովհետև մենակ այդ դեպքում է, որ հնարավոր կլինի մարդկանց հետ այդ վստահությունը վաստակել, այդ հարաբերությունները կառուցել, թե չէ համատարած անվստահության պայմաններում ակնկալել, որ մենք մի անգամ գնացինք, հանդիպեցինք ու դրանով չէ բան կփոխվի, շատ դժվար է ակնկալելը։ Հետո նաև քանի որ համայնքներից մեծամասնությունում եւս դիմընտրություններ պիտի լինեն, կարծում եմ դիմընտրություններին ընթരാճ այդ նարատիվները նորից կակտիվանան, իհարկե տեղական նարատիվները արդեն։ Եկեք դրանով ամփոփենք, դիմընտրություններ են սպասվում մեզ առաջիկա ամիսներին մի շարք համայնքներում, խնդրեմ ամեն մեկը ձեր մտքերով կիսվեք, թե ինչ պետք է լինի մեր համար որպես ակտիվ քաղաքացիներ, քաղաքացիական շարժումներ, քաղաքասարակություն, ակտիվիստներ, որոնք պետք է լինեն մեր առաջնահերթությունները դիմընտրություններին ընթരാճ, դիմընտրությունների համատեքստում։ Դիմընտրություններին ընթരാճ, քանի որ մենք արդեն ունեցանք փորձառություն համապետական ընտրությունների ժամանակ ժողովրդի հետ աշխատելու, մենք պիտի պահենք տեմպը, պիտի այցելենք համայնքներ, շարունակենք մեր հանդիպումները բնակիչների հետ,
շարունակենք քննարկումները, կեղծ նարատիվների բացահայտումը եւ դրանց դեմ տարվող աշխատանքները, որպեսզի մարդիկ իրենց պաշտպանված զգան այդ կեղծ նարատիվներից։ Բացի դա, ինձ թվում է, այստեղ նաև շատ կարևոր է լրագրողների գործը, որովհետև այս ընթացքում էլ մենք բավականին աշխատանքներ փորձել ենք անել, բայց այս անգամ արդեն տեղական մակարդակով, այսինքն փորձենք փաստահեն ինֆորմացիա գտնել, փաստերի ստուգում անել, հետաքննական ինչի՞ չէ լրագրությամբ փորձենք խնդիրները բարձրաձայնել, գտնել են իրոք լուրջ կետերը, որոնց արժի անդրադառնալ ու ամենակարևորը մարդկանց խոսելու հնարավորություն տանք, էլի, որ ամենակարևորն է ինձ թվում է այստեղ։ Պետք է շարունակենք վախերի հետ աշխատել եւ ինձ թվում է բացի վախերից պետք է փորձենք քաղաքացիներին այդ նույն նախընտրական ծրագրերի կամ խոստումների նկատմամբ քաղաքացիներին պահանջատեր դարձնել։ Այսինքն օրինակ, քաղաքացին հստակ հասկանա, թե ինչ է իրան առաջարկում տեղական մակարդակում, որովհետև ասենք այնտեղ պոպուլիզմը ազգային մակարդակում ավելի հեշտ է առաջ տանել, քան տեղական մակարդակում, որտեղ կան կոնկրետ խնդիրներ, տեսանելի են տվյալ գյուղի բնակչի համար, ինքը պետք է լինի պահանջատեր, նույն չգիտեմ, կանաչ տնտեսության զարգացման ուղղությամբ, ինչ է տալու այդ քաղաքական ուժը կամ տեխնացուն, որը եկել է իրենց ձայն է հայցում, եւ ամենակարևորը կարծում եմ, պետք է օգնենք, որպեսզի եթե լինեն ինչ-որ բևեռացված վիճակներ, երբ որ սենց կարծես թե վերջի պատերազմն են, կռիվն են տալի իր դեմ քաղաքական ուժերը եւ դրանից հետո պարզ կլինի թե փրկվի երկիր մոլորակը թե չէ, պետք է քաղաքացիներին դրանից sense փորձել, մեկուսացնել, թող իրար խփեն այդ ուժերը, այսինքն եւ տեսնենք ոնց կապրի մոլորակը դրանից հետո։ Ու ինձ թվում է իրոք այդ կարևոր է, որ թեև շատ դժվար էր սա ստացվում ազգային ժողովի ընտրությունների ժամանակ, բայց փորձ էր արվում տարբեր քաղաքացիական նախաձեռնությունների խմբերի կողմից ինչ-որ օրակարգ ձևակերպել կարևոր հարցերի վերաբերյալ, իրոք կարևոր հարցերի վերաբերյալ, ինչը պիտի ինձ թվում է ավելի հեշտ լինի, ոնց որ Անին էլ նշեց, տեղական մակարդակում մենք պետքա օգնենք ու լինենք այն քաղաքացիների կողքին, ովքեր որ ունեն այդ մտահոգությունները, ունեն կոնկրետ հարցեր ու թույլ չտանք, որ այդ մարդկանց ձայնը լրացվի ու հնարավորինս իրանց աջակցենք, որպեսզի իրանք տեղերում կարողանան այդ նախընտրական օրակարգը ձևավորեն, որովհետև եթե քաղաքացին չի արտահայտվում, չի բարձրաձայնում այդ խնդիրները, մենք էլի հայտնվելու ենք նույն կոտրատ տաշտակի առաջ, որտեղ տարբեր բևեռներ փորձելու են մեկը մյուսի վրա ցեղ շպրտելով ինչ-որ արդյունքներ ունենալ։ Մենք էլի այս զրույցից առաջ մի հատ հետազոտության էինք ծանոթանում, որը դեռ չի հրապարակվել, բայց շուտով կհրապարակվի, որտեղ շատ վախենալու մի թվի առերեսվեցինք։ Հայաստանցիների 76%-ը վերջին 1 տարվա ընթացքում որևէ կերպ չի արտահայտվել հանրային կամ քաղաքական որևէ խնդրի վերաբերյալ։ Իր կարծիքը չի արտահայտել։ Այսինքն մենք ունենք իրավիճակ, այդքան խոսում ենք վախի, անվստահության, կարողությունների տեղեկատվության պակասի եւ այլնի պատճառով մարդիկ չեն հայտնում իրանց դիրքորոշումը իրենց հուզող խնդիրների վերաբերյալ։ Սա մնում է անձնական դաշտում, հրապարակային չի արտահայտվում։ Իսկ տեղական ընտրություններին, եթե էլի ունենանք այդ վիճակը, որ մարդիկ չարտահայտեն իրանց խնդիրները, իրանց կարիքները, դրանք էլի դուրս կմնան օրակարգից, պահանջատիրությունը էլի չի ձևավորվի քաղաքական ուժերի նկատմամբ ու էլի կտուժի տեղական ժողովրդավարությունը, կտուժի համայնքների զարգացումը, կտուժի որևէ կանաչ տնտեսության հեռանկարը եւ այլն եւ այլն։ Այնպես որ ինձ թվում է այս ուղղությամբ եւս մենք պետք է շարունակենք աշխատել։ Դե ինչ, շնորհակալություն։ Շատ մերսի։ Կանաչ ուղեգից, ոդքասթների շարքը դու կարող եք դիտել Քաղաքացու մեդիա հարթակի YouTube-յան ալիքով, սոցիալական ցանցերի էջերով, ինչպես նաև առաջիկայում մենք կհանդիպենք կրկին արդեն թիմ ընտրություններից, առաջ թիմ ընտրությունների համատեքստում, ինչպես նաև բնապահպանների նկատմամբ, էկոակտիվիստների նկատմամբ Հայաստանում տարածվող sense նոր երիտասարդ կեղծ նարատիվների համատեքստում, որոնց մասին առաջիկայում կխոսենք։
Այնպես որ լավ եղեք, մինչ հանդիպում։ Քերը վերջացրած վարչական լճակների կիրառումը քաղաքային մենք եւս շատ տարբեր համայնքներում, Ավելի լավ չգիտեմ, աշխատանքից զրկվեմ, քան դրա մասին խոսեմ։ Եզակի դեպքեր են միգուցե եղել, երբ օրինակ սպառնալիքներ են ստանում, որ իրենք աշխատանքից դուրս կգան, եթե ընտրեն X-ին կամ Y-ին։